Հարգելի սպիտակցիներ, համամլեցիներ, ողջունում եմ բոլորիդ, ուրախ եմ այս լավ, այս ջերմ հանդիպման համար։ Ես սպիտակում այնքան շատ ընկերներ ու հարազատ ընտանիքներ ունեմ, որ ես ինքս էլ ինձ համարում եմ սպիտակի, սպիտակցիների բարեկամ։ Չկա մի ժամանակահատված, 1-2 ամիս, որ մենք չլինենք այս քաղաքում ու մեր ընկերների հետ չշփվենք սպիտակցիների հետ։ Իմ գործընկեր Քրիստինե Վարդյանը արդեն նշեց նախագահ Քոչարյանի ժամանակ աղետի գոտու վերականգնումը, որը այսպես ասած իր կաշվի վրա զգացել է հենց սպիտակցին։ Հենց ավերիչ երկրաշարժն է ամենաշատը զգացել սպիտակցին եւ 98-ից 2008 թվականների վերականգնման աշխատանքները եւս զգացել է հենց սպիտակցին եւ հենց դրա վառ ապացույցը այսօր մենք այս դահլիճում ենք գտնվում, որը նույնպես կառուցվել է նախագահ Քոչարյանի տարիներին։ Դուք լավ գիտեք, որ մեր առաջնորդը Ռոբերտ Քոչարյանը իր խոսքի մարդ է, կամ չի տալիս խոստում, կամ խոստումը տալուց դա կլինի նախընտրական, թե պարզապես առօրյական կյանքում խոստում, այդ խոստումը իրականանալու է կրկնակի, եռակի անգամ ավելի շատ։ Եվ այս ամենն էլ հաշվի առնելով դուք հունիսի 7-ին պետք է կատարեք ճիշտ ընտրություն։ 2018 թվականին խաբելով, սուտ խոսալով այսօրվա իշխանություններն եկան դարձան Հայաստանի Հանրապետության իշխանություն եւ հիշում եք 18 թվի խոստումները, կամերաները փակելով գալիս էին արագաչափերը։ Դարձան իշխանություն, արագաչափերը կրկնապատկվեց։ Հասան Երևան, սկսեցին կարմիր գծերը ներկերով փակել, որ կարմիր գծեր չէր լինելու, կարմիր գծերը 8000 դրամից դարձան 160,000 դրամ, պլյուս դրան ավելացավ նաև կապույտ գծեր։ Արդեն երկրորդային Արաբկիրում, մյուս համայնքներում եղան կապույտ գծեր։ Այսինքն այս մարդիկ ինչ ասել են, այս ընթացքում արել են ճիշտ հակառակը։ 2021 թվականի իրենց նախընտրական խոստումները կհիշեք։ Շուշին հետ ենք բերելու, Հադրութը հետ ենք բերելու, անջատում հանուն փրկության եւ այլն։ Ունեցանք դրանից հետո 21 թվականից հետո 2 պատերազմ, կորցրեցինք ամբողջությամբ Արցախը։ 2018 թվականին ասում էին, որ մենք պետք է սատար կանգնենք հայ առաքելական եկեղեցուն։ Մենք բոլորս տեսնում ենք ինչ հալածանքների է ենթարկվում եկեղեցին եւ բարձրաստիճան հոգեվորականները, ընդհուպ ամենայն հայոց կաթողիկոսը։ Այս մարդը այսօրվա իշխանությունները իրենց ղեկավարի գլխավորությամբ իրենք խնդրեմ ունեն մեր ինքնության հետ, խնդրեմ ունեն նաեւ քրիստոնեության հետ։ Ամբողջ աշխարհը գիտի, որ մենք առաջին քրիստոնյա պետությունն ենք։ Վերջերս ամբողջ քրիստոնեական աշխարհը, եվրոպական երկրների ղեկավարները եղան Երևանում ինչ-որ գագաթնաժողով են իրականացնում։ Դուք տեսաք որևէ պատվիրակություն այցելել Մայրաթոր հանդիպում ունենալ ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Ոչ, իրանք փորձում են այս քայլով նաև նսեմացնեն հայ առաքելական եկեղեցու դերը։ Չնայած ինչ կարելի է սպասել մի մարդուց, մի իշխանությունից, ովքեր թշնամով վախեցնում են սեփական ժողովրդին, ասում են, թե ես չընտրվեմ սեպտեմբեր ամսին պատերազմ անելու։ Ինձ թվում է միգուցե պայմանավորվել է ինքը դրա օրն էլ գիտի ու ժամն էլ։ Բա տենց լավ օրն ու ժամը որ գիտեք, հայ ժողովրդին, բանակին ինչի՞ չեք զգուշացնում, որ 20 թվականի սեպտեմբերի 27-ին լինելու էր պատերազմ։ Մի երկու օր երեք էր, ոնց որ նախընտրական սրտիկներով ինչ որ պարադ էր անում, տարբեր երկրներից ինչ որ մի քանի տենց զինատեսակներ էր բերել, զինատեսակների անուններն էլ փոխել, դրել հայկական անուններ, տպավորություն թողնելով, ստեղծելով, թե դրանք հայկական արտադրության զենքեր են։ Բոլորս հասկացանք, որ դա նախընտրական շոու էր, նույնիսկ այդ զրահամեքենաները քշող այդ վարորդները մեջից սրտիկներ էին ցույց տալիս։ Պատկերացնում եք զինվորականները այդ ահեղ զրահամեքենաների վրա նստած սրտիկներ էին ցույց տալիս, ժողովրդի սրտիկներ էին ցույց տալիս միմյանց։ Եվ ժողովուրդ ջան, այս ստի կեղծիքի, այս շղթան հունիսի 7-ին մենք շատ մեծ հնարավորություն ունենք կտրելու, որպեսզի չշարունակի, որպեսզի մնանք մենք հայ, մեր ինքնությանը տեր լինենք, կարողանանք նաև
մեր ինքնությունը, մեր հայկականությունը ժառանգել մեր սերունդներին։ Շնորհակալ եմ